բարեկամներ, ժամանակը պտտվեց եւ մեզ հասցրեց նորից Ստեփանավան եւ Տաշիր տանող թունել։ Այո, ընկերներ, մենք հիմա այստեղով մուտք ենք գործում դեպի հրաշք երկու քաղաքներ տանող ճանապարհը։ Գնում ենք մեծ սիրով, վստահաբար, որ հասնենք մեր գործողությունները։ Ժամանակը ցիկ բռնի, ոնց պարաշուտը ընկնում ենք մեկակիչ։ Արդիներից այն կողմ գեղեցիկ դաշտերն են Գարգարի եւ Գյուլագարակի։ Շատ սիրուն է այստեղ բնությունը, ընկերներ, եւ դա մարդկանց շնորհիվ։ Մեր բարեկամները այստեղ շատ լավ ոգատար վերաբերմունք են ցուցաբերում բնությանը, բնությունն էլ նրանց։ Հիանալի է, իսկ մենք այս գեղեցիկ դաշտավայրերով գյուղերի միջով սլանում ենք դեպի Տաշիր քաղաքի Պետրովկա գյուղ են գնում, ընկերներ, հիանալով բնությամբ։ Արդեն հաշված եւ մի ամիս հետո կարող ենք գալ Դենդերոպ պարկ ենք որոշել այցելել անպայման, նկարենք ձեզ ցույց կտանք Դենդերոպ պարկը մեր տեսանկյունից, մեզ համար գնում ենք։ Գարգար գյուղի բնակիչներ, արգանքներս հիմա ձեր գյուղով հավեսով սլանալով գնում ենք դեպի Գյուլագարակից էլ ուղևորվենք դեպի Ստեփանավանից էլ գնանք Տաշիր։ Մնաց ընդամենը մի կես ժամ ժամանակ որ հասնենք մեր զաստանա։ Ահա, մուտք ենք գործում Ստեփանավան քաղաք։ Ստեփանը եկավ Ստեփանավան։ Եկավ շատ գեղեցիկ ֆուրերով, կամազներով եւ ուրախ տրամադրությամբ։ Հարգելի Ստեփանավանցիներ, հարգանքներս ձեզ, լավ լինեք միշտ առողջ, գեղեցիկ, այսպես դաշտերը լավ խնամեք, որ մենք էլ գալուց մեզ մենակ լավ զգանք, որ այսքան սիրուն քաղաք ունենք մենք։ Մուտք են գործում Ստեփանավան, հենց Աչից հյուրանոցային համալիրն է ընկերներ մեզ դիմավորում։ Իսկ ընդհանուր առմամբ Ստեփանավան քաղաքի հենց սկիզբը շատ գեղեցիկ է, կոկիկ, սեփական տներ են, մինչև որ հասնում ես շենքերին։ Տեսեք ինչքան սիրուն է, լայնարձակ գեղեցիկ փողոց, բնակեցված գեղեցիկ մարդկանցով, քայլում են, գնում են իրենց առօրյա գործերին։ Ահա, ասենք առաջին շենքերին արդեն քաղաքի է նմանվում այստեղ։ Գեղեցիկ եղևնիներ, տասնամյակներով կանգնած օդ են զտում Ստեփանավանցիները, որ մաքուր չնչեն։ Բարեկամներ, այս ճանապարհով ամեն անգամ անցնելիս շատ լավ էմոցիաներ եմ ապրում, թարմություն եւ գեղեցկություն եմ զգում։ Այստեղ ապրող բոլոր մեր հայրենակիցները շատ հզոր են եւ ի ծնե տրված է նրանց դրախտային բնություն եւ այդ բնության մեջ նրանք ապրում ստեղծագործում են։ Ես միայն ուրախ եմ, որ այստեղ տները շեն են եւ մեր հայրենակիցները շարունակում են ստեղծագործել։ Այսքել ենք ահա ծառը տեսեք երագույնով, գեղեցիկ զարդարված, Աչից դաշտերն են, որտեղ մեր աշխատասեր գյուղացիները օրնիբուն ստեղծագործում են եւ շեն պահում իրենց օջախները։ Հաշված րոպեներ հետո մենք կհասնենք մեր հոբելյարին, կշնորհավորենք նրան նրա որդուն տանիքի կողմից, թորնիկների կողմից, այս պատվերի մեջ շատ մեծ էմոցիա կա, սեր ու հարգանք նվիրված սիրված մայրիկին եւ տատիկին։ Իսկ մեզ վստահված է այս գեղեցիկ էմոցիաները տեղ հասցնել եւ տալ տատիկին, ով իր համար տանը նստած չի կասկածում, որ երկու երիտասարդ դուրս են եկել Եղեգնաձորից եւ ուղևորվել են իր օջախ իրեն ուրախացնելու համար։ Հիմա ընկերներ, մենք գտնվում ենք արդեն Տաշիր քաղաքին շատ մոտիկ, դեռ չենք մուտք գործել, բայց բան չի մնում, շատ քիչ է մնում, որ հասնենք Տաշիր քաղաք։ Ուրեմն հիմա ես ներկայացնեմ մեր մեծ աղբեր Վազգենին, ում մայրիկի ծննդյանորն է այսօր եւ նրա երեխաների հետ միասին իր ընտանիքով նա որոշել է մայրիկին շնորհավորի, ուրախացնի եւ իր սերը փոխանցի։ Մայրիկները սուրբ են եւ նրանց պետք է միշտ հարգել, սեր ու նվիրվածություն ցույց տալ։ Ալան, Վազգենը, Ինգան եւ Երվանդը միացել են անակնկալին սիրված տատիկին եւ մայրիկին պետք է շնորհավորենք եւ ուրախացնենք։ Տեսնենք ինչպես կստացվի։ Իսկ ինձ թվում է, որ լավ կստացվի։ Ողջունում եմ Տաշիր քաղաքի մեր հայրենակիցներին, իսկ հետո մեծ սիրով ողջունում եմ Պետրովկա գյուղի բնակիչներին, որովհետեւ մեր այսօրվա վերջին կանգառը, մեր
նպատակակետը հենց այնտեղ է։ Գնալու ենք առաջին անգամ Պետրովկա գյուղ։ Պետրովկա գյուղը ես ոչ մի ինֆորմացիա չունեմ, բայց միայն գիտեմ, որ այստեղ շատ գյուղեր ժամանակին եղել են ռուսական, ռուսներ են ապրել, բայց հետո ռուսները դուրս են եկել, հայերն են բնակվել ու մինչ օրս բնակվում են, մեծ սիրով, լավ շեն կանգուն են պահում գյուղերը եւ ասեմ ձեզ, որ երևացող տարբերություններից մեկն այն է, որ ռուսական գյուղերի փողոցները շատ գեղեցիկ գծված են, կվադրատներն էլի այտենց շատ սիրուն են։ Ահա, մուտք գործեցինք Տաշիր, գեղեցիկ է Տաշիր քաղաքը, Տաշիրը ինչպես նաև Ստեփանավանը սկսում են սեփական տներից, հետո նոր երևում են արդեն հեռվում շենքերը։ Բայց որ ճանապարհը շատ գեղեցիկ է, դրա մասին խոսք չկա։ Տեսեք ինչ հրաշք է։ Կուզենայի, որ լիներ այնպիսի իրավիճակ, որ բոլոր մեր հայրենակիցները վերադառնան եւ այս գեղեցիկ քաղաքները, գյուղերը այլ ավելի շենացնեն, նոր քաղաքներ ու գյուղեր կառուցեն եւ հայ ազգը ծաղկի, ինչպես երբեք ծաղկի ու հզորանա։ Տեսեք ինչ գեղեցիկ գծանշումներ են։ Ամեն 150 մետրը մեկ կա անվտանգ անցնելու տեղ հետիոտնի համար։ Աչից լիճ է։ Լիճ, որի անունը չգիտենք, բայց հուսանք Վարդանը կհասցնի Նովիգոտորով կարդալ եւ ասել։ Ասա Վարդան։ Չկարողացավ Վարդանը կարդալ։ Կասկադը ռեստորան եւ հյուրանոցն է մեր կադրերում, ընկերներ, եթե կգաք այս կողմեր, իմացեք, որ այստեղ հյուրանոցի պակաս չկա, մարդիկ հյուրասեր են, այստեղ հենց առաջին անգամ որ եկան ինձ գրավեց կտուրների ձևը, տեսեք ինչ հետաքրքիր չերեպիցաներ են ընկերներ, որոնք շատ երկար են ծառայում, եթե լավ են հավաքում, տեսեք, օրինակ հենց հիմա ձախից բոլոր տները չերեպիցաներով են, աղյուսով, էլի, աղյուսապատ է տանիքները, եւ մենք այդ գեղեցիկ տանիքների կողքով անցնելով զգում ենք անցյալի եւ ներկայի շունչը, զգում ենք ու մեզ լավ ենք զգում, առանց անցյալ ապագան դժվար է տեսնել, բայց երբ որ ունես անցյալ այն էլ հարուստ, զգում ես, որ ապագան ապագայից հարստության հոտ է գալիս, նոր էմոցիաներ եւ գեղեցիկ իրադարձություններ։ Ահա ընկերներ, սկսեց Երևալ արդեն բարձրահարկերը, 5 հարկանի շենքերը, 5 հարկավ արդեն 5 հարկանի գեղեցիկ շենքերը, այստեղ արդեն Տաշիրի բանուկ հատվածն է, որտեղ մարդիկ շատ ակտիվ են եւ առևտուր են անում, առօրյա գործերով են, իրենց համար զբաղվում են։ Գեղեցիկ տեղում ենք հիմա։ Լուսացույցի տակ կանգնած լուր սպասում ենք, որ կարմիրը դառնա կանաչ, շարունակենք մեր գեղեցիկ ճանապարհը։ Տաշիրյան կոլորիտով։ Ահա, ջիպը որոշեց աճ մտնի։ Դե լավ, թող մտնի, մենք էլ ձախ մտնի, մենք պետք է աճ մտնենք։ Մենք ենք աճում եւ աճով գնում ենք ընկերներ։ Տաշիրյան գեղեցիկ տեսարաններն են։ Այս պահն էլ նկարի, այստեղ են ամենաշարժոտ փողոցն է, էլի։ Հետո նոր որ դուրս գանք Պետրովկա գյուղ։ 11 րոպե է տալիս, որ հասնելու ենք Պետրովկա, Էլովկա, որ իմ նման ուրախ է։ Իհարկե, ես եմ ուրախ։ Միշտ։ Դրա համար էլ ուրախությունս այնքան շատ է, որ կարող ենք ամբողջ աշխարհով ման գալու ուրախություն բաժանել։ Օպելը աճ է անում, հետո մենք ուղիղ գնում ենք։ Առջևում եւս մեկ լուսացույց է, որը մենք կանցնենք հենց կանաչի տակով, չենք էլ արգելակի։ Հրաշալի կոլորիտային միջավայր։ Դուրս են գալիս Տաշիրը, բան չմնաց։ Հա։ Հարված եւ շեղեր, հա։ Անկերներ, Տաշիրն էր իր ամբողջ գեղեցկությամբ, իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը դեպի Պետրովկա։ Տեսեք ընկերներ, տեսեք ինչ գեղեցիկ դաշտեր են մեր կադրերում։ Այստեղ մարդիկ սիրում են հող մշակել եւ երկու պայման կա։ Առաջինը, որ հենց հողն է բարեբեր, բարենպաստ, երկրորդը, որ մարդիկ են աշխատասեր։ Եթե հողը ինչքան էլ բարեբեր լինի, եթե մարդը չի սիրում հողի հետ աշխատել, այդպես կթողի անտերության մեջ չեր մշակի։ Բայց այստեղ երկուսն էլ կան ու շատ հաճելի է տեսնել դաշտերը այսքան գեղեցիկ, վարության կարած, մանավանդ երբ որ դեղին ֆոնի մեջ կանաչ
Հարակուսի մշակված հողեր ես տեսնում։ Ընկերներ, մենք լուր ենք եւ այս լռության մեջ ինչքան էլ ուզենաս լուր մնալ, մեկ է դաշտերը, սարերը հայոց քեզ հետ շփվում են, խոսում են եւ ասելիք ունեն, որովհետեւ նրանք դարեր են անցել եւ այս դարերի միջով իրենց փայլն ու գեղեցկությունը ավելի են շատացրել։ Նայում ես հիանում եւ ասեմ ձեզ, որ առաջին անգամ եմ այս ճանապարհով գնում, շատ հաճելի է չհաշված մի քանի փոսիկներ կամ յամկաներ, բայց ամեն դեպքում հաճելի է, որովհետեւ նոր ճանապարհ ենք անցնում Հայաստանի Հանրապետության միջով։ Հրաշք է ուղակի, արեշ սիրուն այս պահը նկարի էլի, էսի պետք է նկարվի աղբեր շատ, ավելի շատ ընդից երևի նկարես, շատ սիրուն է։ Հիանում ենք մենք ընկերներ, լուր հպարտություն ենք զգում, Նորաշեն ենք մտնում հիմա, Նորաշենի ճանապարհն է սա, Նորաշեն չենք հասնում, որովհետև աճ պետք է, հենա աշկից Պետրովկան է երևում, անկերներ Պետրովկա գյուղն է երևում կադրերում, Պետրովկա գյուղի իմ անուշ աղբերներ քույրեր արգանքներս, օրես ինչ որ ռեսկի պավարոտնա ապռավել լավ, բայց լավ էր ոչինչ, հիմա մենք Պետրովկա ենք մուտք գործում, Պետրովկա գյուղը միանգամից աչքի է ընկնում, որ աշխատասեր են, նրանց հələ արտերը տեսեք ինչ գեղեցիկ, մինչև սարի այն ամենաուժեղ բարձունքները նրանք վարուցանք են արել, գեղեցիկ, որակով, աչքի համար հաճելի եւ շոյող, աչքաշող տեսարաններ են ստեղծել։ Հիմա ես պետք է զանգեմ մեր հետո աղբորը, որ տատիկի տվյալները տանտեղը բացատրի, որ գնանք հասնենք, կազմակերպենք ամեն ինչ տեղին ու սիրուն։ Աղբերս հələ կան դեղնավուն շենք, ասֆալտով գալիս եմ մի խոսքով հələ։ Ասֆալտով դու արես դեղին շենքը կտենաս դու։ Աղբերս հիմնականում հայեր են, չէ՞ ապրում Պետրովկայում։ Հա, հայեր են։ Ահա, եկա աղբեր, հիմա ճանապարհը սենց ասֆալտը աչ ա ֆռում, ստե քանդած ջուր քաշած չսարկած է ասֆալտը։ Եկանք ա ձեր յուղն էլ անգե այդ բանի տակ աղբերս։ Մեր յուղում էլ սենց սիրուն յամկեք են սարքե մեր համար, հա։ Էս արդեն 3-4 տարին է, այս սենց ավտո ջարդելով ֆռում ենք։ Հա, դեղին շենքը տեսա։ Դեղին շենքը տեսա աղբերս, սա ջամփեն թեքումած է։ Հա։ Միջով վերջարից խաչմեր ու գիրա վերև ես կայնապ։ Է դու ես։ Ես էլ ես եմ աղբերս։ Տատի անունն ի՞նչ է, տատի անունը չեմ ճշտել։ Լյուբա է։ Լյուբա տատիկն է, այսօրյա ծնունդն է։ Այսօր ծնունդ է։ Բա քան տարեկան է դարձել Լյուբա տատիկը։ 63։ 63։ Դե լավ բարեկամ, դե եկանք ուրեմն, լավ։ Լավ աղբերս։ Լյուբա տատիկը տրակտոր է, էսի հեբել է աղբերս։ Հեբել տա բան էր, տրակտոր։ Հետո աղբեր կներես այս ցեխերի մեջով բերի մացերի մստե 1000 բարի։ Որտուն, նա։ Երկու հարկը է։ Հա, всё աղբերս։ Գանք մենք էլ քո հետ միանանք ցեխերով քայլենք աղբեր։ Ահա բարեկամներ, հասանք Լյուբա, հա? Լյուբա տատիկին հասանք ընկերներ։ Ամեն ինչ ուղղակի իդեալական է։ Բարեկամներ, Լյուբա տատիկը աղբեր կասկածներ ունի, որ գալիս ենք։ Այս հավիկները Լյուբա տատիկի հավիկներն են։ Բարև ձեզ։ Շնորհավոր ձեր մեկամսյակը, ուր է մեր Լյուբա տատիկը, հա։ Մի րոպե ոտերս սափեմ, որ սիրուն եմ, էլ սա ոչել են, որ կարող հանեմ ոտերս։ Որտեղ է մեր սիրելի Լյուբա տատիկը, հա, բարև ձեզ, բարև եք հավաքվել, ես եկել եք տատի ծննդան, եք, հա, դե որ եկել եք ուրեմ ծափեր տվեք, Լյուբա տատիկ, տատիկ չէ, Լյուբա տիկին Լյուբա, Շնորհավոր ձեր ծննդյան օրը, ես էլ դրել եմ տատիկ, այն չի ասում տատիկ, սխալ է անում, իզվինիցե, շնորհավոր ձեր մի ամսյակում վերաբերվումը, շնորհավոր ձեր ծննդյան օրը, ձեզ շատ սիրում եմ բոլորը, ձեր աչքերն էլ հիմա փայլում է, գիտեք, հա? Ատեն ձեզ սիրում, որ ես քաղցրությունը, սրա մեջ լիքը առողջություն, սեր, հարգանք, ձեզ բերել ենք տանք ձեզ, մեծ լավ երազանք պահեք փչեք թող կատարվեն ձեր բոլոր երազանքները։ Ծափեր ենք տալիս, հա,
Հլար մա տատին գերկի դու։ Արի, ես մեկ, մյուսը ով է։ Դու էլ արի, ինչ լավ տաղեք են, դավա էլի գերկի։ Ես բարի են շպտում, լավա։ Պուճուրն էլ թողա։ Պուճուրը բայց բան, հլի ուզում է հասկանին չա կատարվում։ Պուճուր։ Կան լավ պոնչո անեմ, հաշմենք լավ, անտիրը, հա։ Հիմա ձեզ ուզում ենք ծաղիկներ նվիրենք, բայց ձեր մոտ հարց առաջացավ ում կողմից ենք մենք եկել։ Գուշակում չէ։ Հա, գուշակումներ եք անում։ Փայլուն աչքեր ունեք, հետ ինչ լավա փայլուն։ Ում տամ նվիրի։ Հարսը։ Չէ, ամուսնակ։ Դե ուրեմն ամուսնակը որ էստե։ Հարսը պետք չի։ Որովհետև այդ են ձեր ամուսնու սերն է, որ է սիրուն ընտանիքը կառուցել է։ Հա? Չես գալի։ Արի նվերի։ Արի մեծ աղբեր, արի։ Նա հատ էլ բան կանես, կա պարչես։ Լավ, ջիջարով ան։ Քո գիշերները մեր երազների Մասը, շատ լավ է։ Ուրեմն ձեր գեղեցիկ ընտանիքը, ինչքան ձեզնից է շնորհակալ, որ ասեն սիրուն ընտանիք եք կառուցել, կյանք եք տվել ձեր երեխաներին, այնքան քեզնից մեծ աղբեր։ Ապրես, ձեզ շատ սիրում են, առողջ լինեք։ Իսկ ես անակնկալ եմ, ներկայություն գիտեք ում ներկայությունը մեկ է ապահովեմ։ Հələ ասա էլի։ Հələ մեծ անընդու էլի։ Հա, տես հուշում է։ Հա, Ռուսաստանը կողմիցը։ Ասիր, հա, սաղ ասիր, որ Վազգենի ընտանիքի կողմից է։ Վազգենի, Ալայի եւ իհարկե ձեր թորնիկների, Երվանդի եւ Ինգայի։ Ձեզ շատ սիրում են։ Առողջ լինեք, լավ լինեք, միշտ սիրված։ Հա, անենց ասին տատի եկել եմ, ի՞նչ տատի։ Լավ է շուստերի ես դու, ապրես։ Դες լավ որ սեր ու երջանկություն ձեր օջախում, ոտներս խերով լինի, իհարկե, շատ սիրուն ջուղ ունեք։ Բա ինչ եք անում, ծնդ եք անում, հա։ Հավաքվել եք բարեկամներ։ Հա, դե դա էլ է, հավաքվել են մաղթանքներով եկել, հարևաններն են թե բարեկամները։ Բարեկամներն են։ Բա քո աննի չա, դու չեկար։ Քո իջնա, քեզ տատի չի գալի։ Հա։ Գնա մեծ պաչել, գնա։ Արի մտ գերկի։ Չես գալի։ Գնա։ Պաչ։ Սեսի լավ պաչեր, ապրես։ Դե բարեկամներ, ձեզ լավ որ, բարձր տրամադրություն ես գիտեք չէ, ես պետք է ուշ գայի ձեր տուն, ասի չէ, պետք է շուտ գամ պետք է գնամ հիմա Երևան, էլի։ Անենց էլ սես ճամփեք են նեղը այսենց։ Չի լում արագ էլ դրա համար ձեզ լավ որ, շատ շնորհակալ ենք ջերմ։ Կոֆե կխմենք, հա, ինչի չխմենք, բա, խմենք, հա։ Դե էլան կանուշ աղբեր, ձեզ լավ որ, աշկները լույս լինի, առողջ լինեք, սերը շատ օջախում, աղբերս։ Բարեկամներ, ահա, Պետրովկայից մենք դուրս ենք գալիս, որ գնանք արդեն Երևան, այնտեղ մի կարևոր գործողություն ունենք, մնում է զանգեն ու հաստատեն, որ ուզում են այդ գործողությունն անենք, թե չէ խաբար չեն արել։ Ես կոջոգելով կզանգեն, չէ, ես զգում եմ։ Պետրովկա գյուղից ընկերներով գնում ենք դեպի Երևան, գեղեցիկ հորիզոն է ընկերներ, հորիզոնի վերջում սարերն են ձյունածածկ, աչից յուղի համար կառուցված գեղեցիկ սրահ է, որը նախատեսված է տարբեր առիթների համար։ Իմացանք, որ Պետրովկայի դպրոցում սովորում են 20 երեխա, դպրոցը ուզած չուզած փակում են, տրամադրելու են մեքենա, որ երեխաները գնան կողքի գյուղեր կրթվելու եւ վերադառնալու։ Մի խոսքով իսկապես 20 հոգու համար դպրոց պայլը բավականին բարդ ծախսատար գործողություն է, այնպես որ ճիշտը կլինի հենց այդ որոշումը, բայց լավ կլինի, որ ավտոբուս տրամադրեն, որտեղ եթե չտրամադրեն, կլինի, որ պրոբլեմ են ստեղծում շատ լուրջ մեր բալիկների համար եւ նրանց ծնողների։ Ահա, սա է Հայաստանը, ընկերներ, մեծ ու փոքր յուղերով, բարի ու գեղեցիկ մարդկանցով բնակեցված։ Եվ իհարկե ջուր քաշող մարդկանցով, ովքեր քանդում են ասֆալտը, այդ այս թողում գնում են։ Բոլոր տեղերն այս վիճակը։ Այսինքն կարելի է, չէ, ջուրդ քաշիր, ասֆալտը փռի աղբեր։ Ասֆալտ փռի, որ չգանք ընկնենք մեջը հելնենք ամեն օր, ամեն պահի։ Գնացինք բարեկամներ, լավ մնացեք, իսկ ձեզ հետ էին ձեր հավատարիմ բարեկամները։